Համո Սահյան։ Քեռակինը չկար։ Շատ մնացինք, չկար։ Ում հարցրենք, չկար։ Ուր գնացինք, չկար։ Առավոտ էր, չկար։ Երեկո էր, չկար։ Արդեն 3 գիշեր, 3 օր էր, չկար։ Կորել էր ու չկար։ Կորել։ Ասեղ հոչի, ով է տեսել մարդուս քեռակինը կորչի։ Վեր կենավ ու կորչի։ Ինչ ասելու բան է։ Ախր տղան հազիվ 2 տարեկան է։ Ախր տանը ուրիշ եփող թափող չկա։ Ախր երեխայի գոտի կապող չկա։ Ախր երբ չի նրա ցավին հասել քեռին։ Ախր երբ է նրան ցուրտ խոսք ասել քեռին։ Ախր ամբողջ կյանքում չի էլ ասել իսկի տեղդ ծուխ է, վեր կաց, մի ուրիշ տեղ նստի։ Բայց կորել էր, չկար։ Սկսվել էր թաղում, աղջի, սատանա էր, խեղճություն էր խաղում։ Դե երևի, այո, սիրեկան է ճարել։ Վերջը հետքը գտանք։ Մի անծանոթ քեռի առել էր ու տարել։ Ուրիշ տեղ էր տարել, ով իմանա թե ուր։ Աշխարհն անհում կարաս, մեջը լիքը մրուր։ Քեռին գլխին տալիս ու ցնդում էր քեռին։ Քրքրվում էր խանդից, մռլտում էր քեռին։ Քեռու միտքը նրան 1000 տեղ էր տանում։ Քեռին ամբողջ գիշեր ախուվախ էր անում։ Ինքը իրեն խփում, խրատում էր քեռին։ Քունս ողբ ու ճիչով կտրատում էր քեռին։ Ու ես ամբողջ գիշեր տապակվեցի տեղում։ Առավոտվա դիմաց քունն այնպես էր նեղում, որ ես ինձնից անկախ վայ կանչեցի հանկարծ։ Եվ սթափվեց քեռին իմ մի բերան վայից։ Ժպիտի պես մի բան ընկավ բեղի ծայրից։ Թաշկինակի շուքը պատին ծալծալ եղավ։ Արտասուքը սրբեց։ Կարեկցանքիս համար շնորհակալ եղավ։ Երբ գործի էր գնում, ճակատս համբուրեց։ Մանեթանոցն առավ ու բարձիս տակ դրեց։ Եվ շուռ եկավ կարծես գլխիս աշխարհն արար։ Մի չարչարված մանեթ, մի ծույլ վայի համար։ Ես իմացա հետո, որ ամոքող խոսքին մարդիկ վարձ են տալիս, միջև անգամ նրան դեղուճար են ասում։ Եվ իմացա հետո, որ այդ վարձին մարդիկ ուրիշ խոսքով նաև հոնորար են ասում։ Ահ, իմ լքված քեռի և ինձ լքած մայիս, ձեզ ինչ ասեմ, հիմա ամեն խոսքիս համար հոնորար են տալիս, և տխրում եմ մի պահ, մինչև անգամ լալիս, երբ հիշում եմ հանկարծ հոնորարը վայիս։